Բարև եսօր սերներ, Փառքուդան Աստծո, որ Աստված շաբաթը եւս մեզի կյանք տվավ եւ իր սուրբ շաբաթվան մեջը հավաքեց, որպեսզի գայնանք իրեն խոսքը սերդել։ Աղոթենք։ Երկնավոր Հայր, շնորհակալ ենք Տեր քո բոլոր բարիքներիդ համար։ Շնորհակալ ենք, որ կյանք տվիր, ահա անգամ եւս քո խոսքը սերդելու, կխնդրեմ, որ Տեր Սուրբ Հոգիով մեզի առաջնորդես, ինչպես որ Սուրբ Հոգին քո խոսքը գրեց եւ մեզի հասցուց, աչափ թարեր վերջը, կխնդրենք, որ հիմա Սուրբ Հոգին մեզի հասկացնե Տուն ինձ եղիր խոսք, ես լամ քեզի փերան երկնավոր Հայր, կխնդրեմ, որ քո խոսքերդ կարողանանք շիդակ ցեվով հասկանալ եւ մեր կյանքին մեջ ոչ միայն լսող, այլ գադարող ըլլանք։ Հիսուսի անունով խնդրեցի, անոր թափած արյան արժանիքով։ Ամեն։ Այսօր պիտի շարունակենք սերդելու Հեսուի գիրքը, որ գսե հավատքի տասեր Հեսուի գիրքեն 5-րդ տասը հասած ենք։ Եվ շատ հետաքրքիր ու կարևոր թեմաներ է, որ գսորվենք, ես շատ բան գսորվիմ, գսե դերը պիտի բادرազմի ցեզի համար, այսինքն Աստված մեզի համար պիտի բادرազմի։ Ուրեմն մեր համար որ պիտի գարտանք Հեսու քրքեն 10-րդ գլուխ 42 համարը գարտանք։ Եվ այս բոլոր թագավորներով անոնց երկրին Հեսուն մեկ արավ, Իսրայելի համար դեր աստծոյն բادرազմ կնե։ Շնորհակալ եմ։ Ուրեմն գսե բոլոր թագավորները եւ անոնց երկիրը Հեսու մեգեն արավ, այսինքն գրավեց, զավթեց, ինչու համար, ինչպես եղավ որ գրծավ անել, քանզի Իսրայելի համար Իսրայելի դեր Աստվածը բادرազմ կներ։ Մարդը չէ որ միայն բادرազմ կներ, Աստված էր որ բادرազմ կներ։ Անոր համար Հեսու գրծավ ամենը ավել։ Սակայն ասիկա հիմա լուրջ հարցեր մեր միտքը գբերը, շատ մարդոց միտքին մեջ լուրջ հարցեր գուքան։ Ինչպես կնա Աստված, որ սիրո Աստված է, ասեսակ բան թույլ տալ, որ ժողովուրդները մեկ անգամ են գրավվին։ Ինչ պատճառ, ինչ է պատճառը։ Ինչպես եղավ, որ Հեսու գրծավ այդ ժողովուրդները գրավել։ Եթե գարտանք կտեսնանք, որ 10 ասկեր գսե, անունները գուտա, այսօր համրեցի 10 ասկեր են, որ Հեսու գրավեց։ Անցյալ շաբաթ տեսանք, որ Աստված ինքը ներգրավված է բادرազմի մեջ։ Ինչ էր անցյալ շաբթվա նյութը, որ Աստված կբادرազմի որուն հագարակ, թշնամին սատանային հագարակ։ Ուրեմն Աստված ինքը բادرազմի մեջ է։ Մենք հալ մեջ լալով։ Մեզի համար, այո։ Սատանային է բادرազմի մեջ է մեզի համար։ Այդ պայքարի մեջն է։ Եվ այդ պայքարը մեր բոլոր կյանքին ոլորտներում մեջ կներթափանցե։ Ուրեմն այս շաբաթ պիտի շարունակենք արտոնված այս Աստծո կողմեն արտոնված բادرազմերու խնդիրը եւ ինչ էր անոր սահմանները։ Գարտան Ղևդացի 147-ը 18 գլուխ 24-ն 30 համարները։ Որն է պատճառը որ դերը կբادرազմի Իսրայելի համար։ Ղևդացիներու 18-րդ գլուխ 24-ն 30 համարները։ Ասոնց մե ովևէ մեկով բնավ մի բրձվի։ Բասնզի ասոնցմով բրձվեցան այն ասկերը, որոնք ծեր արջևեն պիտի վրընդեմ։ Այն երկրին բրձվելովը անոր ասկամությունը պիտի բաժեն, ու այն երկիրը իր բնակիչները պիտի փսխե։ Ուստի դուք իմ կանոններս ու պատվիրանքներս պահեցեք, ու այս բրձություններեն մեկնալ մի տնեք, ոչ բնիգը, ոչ ալցեր մեջ բանթստացող օդարագանը, որովհետև ցեզմե առաջ եղած այն երկրին մարդիկը այս բոլոր բրձությունները ըրին ու այն երկիրը բրձվեցավ։ Ուրեմն ուսկուշացեք, որ չլա թե այն երկիրը ցեզ ալ դուրս փսխե, զայն բրձած ադեննի, ինչպես ցեզմե առաջ եղած ասկերը փոխեց։ Քանզի ով որ այս բրձություններեն ովևէ մեկը ընելու ըլլա, զայն ընող անձերը իրենց ժողովրդին մեջ են պետք է գործվին։ Ուստի իմ հրամաններս պահեցեք, որբեսի ցեզմե առաջ կորձված բիրց սովորություններեն մեկը չնեք ու անոնցմով չբրձվիք։ Ես եմ դերը ծեր Աստվածը։ Այո, ամեն։ Ուրեմն ինչ է փուն պատճառը, քանի որ բրձված ժողովուրդ մգար։
բղձված, այսինքն քարշելի սովորություններ ունեցող ժողովուրդներ են։ Երբ որ կգարտանք կտեսնանք, որ իրա որ շատ քարշելի, զզվելի սովորություններ ունեն այս ժողովուրդները։ Օրինակի համար, որ իրենց առաջին երեխաները կզոհեին իրենց չասվածներուն, իրենց թևերուն։ Օրինակի համար, որ իրանք սեռային հարաբերություն ունենային որպես սուրբ, այսինքն եկեղեցիներու իրենց տաճարներու մեջ աղդոտություններ գնային, անփարյականություններ գնային, մեղք կգործեին, այո, մեղք կգործեին եւ անիկա որպես չափանիշ կցնեին, որ մյուսներն ալնեն եւ ամանգով բղծած էին, ոչ միայն իրենք զիրենք բղծած էին, այլ երկիրն է բղծած էին։ Ինչպես որ գիտենք, արուներու հետ, եկերու հետ, նույնիսկ կենթանիներու հետ ունեցած իրենց սեռային հարաբերությունով բղծած էին երկիրը։ Ուրեմն այս ամենուն թեմ Աստված կուքա եւ դեսնանք, որ ասոր մեջը նաեւ գար քուշագություն, կախարդություն, նեկրոմանտիկություն, այսինքն սև մոգություն, black magic որ գսենք, անգլերեն գսենք black magic, սև մոգություն, եւ ոգեհարցություն, ասոնք պատկերացում կտան մեզի թե ինչ տեսակ մեղքեր ունեն իրենց մեջը։ Մեռելներու համե, մեռելը համայություն, մեռելներու հետ խոսիլ եւ այլն, որ Աստված անեգա լման գարկիլ է, Աստծո Այո, քանի որ անիկա թևերու հոգիներ են եւ սատանայի ոգին է որ ադիգա գնե։ Ուրեմն նույնիսկ մենք գիտենք որ հին գսե ուգարիդական տեքստերու հայտնաբերումը ռաս շամրայում լրացուցիչ տեղեկություններ կուտա, ասոնց մասին թե կանանացիները ինչ տեսակ պողություններ գնային եւ կդած են փոքր գարասներու մեջ բզդիկ երեխաներու գմախներ։ Ուրեմն գիտես որ իրենք երեխա գզոհեին իրենց թևերուն, իրենց չասվածներուն։ Ուրեմն աս տեսակ անառակ բաներու համար Աստված իրենց հագարակ կեցած էր եւ Աստված կբادرազմեր։ Ուրեմն կանանացիներուն բնաճնճումը հետագա միտքը չէր, այլ փամը չէր, որ ի հայտ եկավ երբ որ իսրայելացիները կանան հասան, այլ սկիզբեն արդեն Աստծո ծրագրին մեջ գար, քանի որ Աստված տահաբետներուն վկայության միջոցով իրենց ճշմարտությունը սորվեցուցած էր։ Աբրահամը 400 տարի առաջ հոն գնաց եւ Աստծո մասին խոսեցավ։ Բայց 400 տարի Աստված իրենց շնորհքի ժամանակ մը տվավ, տարաշրջան մը տվավ, որբեսի անոնք ապաշխարեն, որբեսի անոնք ճշմարիտ Աստվածը վաշտելու իմաստություն ունենան, բայց անոնք չունեցան։ Իրենք ուզեցին իրենց ձևը ունենալ եւ ուրեմն անոր համար Աստված վերջապես ստիպված եղավ վերջ տնել աստեսակ կրոնական ոչ սուրբ կրոնական ծեսերուն եւ ամբրելագերբին։ Ուրեմն նայենք որ ինչու Աստված կբادرազմի ժողովուրդները Ծննդոց 18:25 Կաբլիցի որ այսպեսի բան մը գդարես որ արդար ամփարիչին հետ մերցնես ու արդար ամփարիչին բեսլա Կաբլիցի միտե բոլոր երկիրը թադավոր արդյունություն մի տնե չտնե Այ ուրեմն Աստված արդար է Քանի ուրիշ տեղեր համարներ կան, որ գսե որ Աստված արդար է եւ քանի որ Աստված արդար է, ինքը արդարությունով Թադաստան բիդն է։ Երբեք Աստված քիչ առաջվա գարաստեղը Սոդոմ Գոմորին համար էր։ Երբ որ Աբրահամը խնդրեց, որ եթե 10 հոգին նույնիսկ եթե արդարը լա, արդյոք ասավ թող պիտի գործընծնես, ասավ չէ չեմ գործընծնել։ Քանի որ Աստված արդար է, արդարը մեղավորները չի գործներ, բայց Սոդոմ Գոմորի մեջ գիտենք, որ 10 հոգին նույնիսկ արդար չի գար։ Եվ ադոր համար Սոդոմ եւ Գոմորը այրեցան։ Ուրեմն Աստված արդար է։ Աստծո բնավորությունը սրբություն նշանակե, այն չի գնալ հանդուրժել մեղքը։ Աստված նաեւ համբերադար է։ Կհամբերե, բայց ամենայն վերջավորությունը հետևանքը կփերե։ Ուրեմն Աստված չուզեր, որ իր ժողովուրդը աստեսակ աղդոտ միջավայրի մեջ կա եւ աղդոտ միջավայրի մեջ շարունակե եւ հագարակողը լա ուրեմն
Չուզեր որ թշնամիները իրենց վրա ջնշեն։ Ուրեմն սրբազան պատերազմի ողջ այս հայեցակարգը կրնանք հասկանալ միայն այն ժամանակ, երբ կրնանք տեսնել, որ Աստված թադավորի կորզունեության լույս ունի, այսինքն Աստված թադավոր է մեզի համար։ Այս Իսրայելի նվաճողական պատերազմները, ասե բնույթը այսպես չէր, որ իրենք միայն գուզեին իմպերիալիստական, ասենք ինքնահաճ պատերազմ, այսինքն հող գուզե, մարդ գուզե, հարստություն գուզե, այդպես չէր։ Միայն հողի համար, միայն հարստության համար չէ, որ այս պատերազմները եղավ, այլ այս պատերազմները գոչված են ոչ թե իրենց փառք բերելու, այլ երկրի մեջ Աստծո արդարություն եւ խաղաղություն հաստատելու համար։ Ուրեմն պատերազմ անոր համար, որովհետեւ Աստծո մասին եղած հասկացողությունը այդ շուրջ եղող ժողովուրդները գանան հասկանալ, թե ով է իրական Աստված, ով է ինչ է Աստծո սերը իրենց հանդեպ, Աստծո խաղաղությունը եւ Աստծո արդարությունը ցցնելու համար ժողովրդին, ադոր համար է, որ Իսրայել ժողովուրդը այդ երկիրները նվաճեցին։ Ուրեմն այս հիմքը ինգած է, որ Աստծո կառավարման եւ քերակույն իշխանության գաղափարը, որը վտանգված է Աստծո որպես զինվորի պատկեր, ճիշտ ինչպես ան որպես թագավոր կամ թադավորի պատկեր։ Ուրեմն մենք չենք կնար սխալ հասկանալ Աստծո թիրքը, Աստված զինվորը չէ, որ երթա ասորանոր մերցն է իր հաճույքին համար, այլ Աստված արդար թադավոր է եւ թագավոր է այս աշխարհին։ Աստված այս աշխարհը ստեղծողն է։ Մենք իրեն ցերկին գործերն ենք եւ մենք պետք է իրեն փառք բերենք։ Ուրեմն Աստված նվիրված է օրենքի քերագայության իրականացմանը, գայունացմանը եւ պահպանմանը։ Ու նրա անոր բնավորություն, այսինքն անոր Աստծո բնավորության արտացոլումն է, երբ որ ինքը արդարություն գնե։ Ուրեմն ինքը նաև հավերժ չի գնար հանդուրժել ապստամբությունը իր հաստած կարգի դեմ։ Աստված համբերատար է, բայց օրը պիտի գա, որ վերջագետ պիտի դրվի։ Եվ Իսրայել այս կանանացիներուն համար այդ ադր վերջագետը դրվեցավ։ Ուրեմն Աստծո նպատակը չէ պատերազմը կամ հաղթանակը, այլ արդարության եւ խաղաղության վերահաստատումը։ Հասկանալի է հիմա քիչ ավելի, թե ինչու համար այս պատերազմը եղավ։ Ով որ անվերջ չի հանդուրժեր մեղքը, ճնշումը, անմեղներու դարաբանքը եւ ճնշվածներու շահագործումը, աս է Ավետարանի հիմնական լուրի անբաժան մասը։ Աստված պիտի ցկե, որ անհավատը միշտ չարաշահե հավատացյալին։ Ադե պիտի հանդուրժե Աստված։ Ինչ միջոցներով կպատերազմի Աստված իր ժողովրդին համար։ Ելից 23-27-30 գարտանք։ Ելից իմ երկրորդ շքվարչևետ պիտի լրգեմ եւ պիտի գործընծնեմ այն ժողովուրդը, որոնքով գերտաս ու բոլոր թշնամիներու դռնակը քեզի պիտի դարձնեմ։ Եվ քվարչևետ իշամեղու պիտի վերգեմ, որպես իղևացիները, կանանացիները, գերացիները քվարչևետ վրընդե։ Իշամեղուները պիտի վրընդեն այս ժողովուրդը, ոչ թե որ իրենք պիտի վրընդեն։ Անոնք քվարչևետ մեկ տարվան մեջ պիտի չվրընդեն, ոչ թե երկիրը համայնա, որպեսի կազանները շապնան։ Զանոնք քվարչևետ կամած պիտի վրընդեն, մինչև որ թուն բազմանաս ու երկիրը ժառանգեց, ու սահմանները դարմի ձովեն մինչև պլեշտացիոնն ձովը ու անապատեն մինչև Եփրատ կետը պիտի լան, բացից այն երկրին բնակիչները ու ցերկ պիտի դամ, որ զանոնք քվարչևետ վրընդեն։ Այո, հետաքրքիր է։ Աստված ուրեմն ուզեց, որ ժողովուրդը չի պատերազմի, իրեն ժողովուրդը չի պատերազմի, իշամեղուները պիտի բերե, որ ժողովուրդը անդեղի եղող չար ժողովուրդը ինքը իրեն կամած ցկե երկիրը եւ երթակ, այն որ իշամեղուներեն պիտի փախին, ոչ թե պատերազմեն։ Եվ հետաքրքիր է ադիգա։ Այո, Աստված չուզեր մեղավոր Էշերուն համար չեն, մարդերուն համար են ասան, վախտան։ Պիտի փախին երթան։ Այո, ուրեմն իշամեղուներու միջոցով պիտի վրընդեմ գսե,
երգիրը, բայց մեկ անգամ են չէ, որ երգիրը ամայի չլա, գամած, որբեսի ժողովուրդն գամած կայնա եւ քրավել ուր որ իշամեղուները իրենց վռնդեցին։ Բայց Աստծո նպատակը մարդը մերցնել չէ։ Աստծո նպատակը մարդը ապրեցնել է եւ մարդը փրկել է։ Աստված չուզեր գսե մեղավորին մեռնելը։ Բայց ինչ ճամփա գտնա, որ այդ մեղավորը Աստծո դառնա։ Ինչպես պիտի գայնա մեղավորը Աստծո դառնա։ Աստծո մեղավոր եկե դառնա, որպեսի երբակե փարավորը։ Այո, ուրեմն իշամեղու գղրգե, հրեշտակ գղրգե, իր զորքը գղրգե, բայց անոնց ունեցածը չէ որ իրենք չաստվածները կբաշտեն, անոնց ասարովտի գուրքերը, անոնք ամենը գսե պիտի ոչնչացնես։ Գուրքերը ունեցածին պիտի ոչնչացնես, անոնց մեհյանները պիտի ոչնչացնես, անոնց կրոնական կորձիկները պիտի ոչնչացնես, որպեսի քեզի քայթաղություն չլա։ Հետաքրքիր է։ Աստված մարդը չէ որ գուզե մերցնել, այլ անոր ապրանքները, որ Աստծո հագարակ կորձիկներ ունի եւ գնա Աստծո հագարակ կորձել։ Անշուն ճարարգաներ այսինքն։ Աստծո բادرազմը հիմնական գսե ուղված է Քանանի աբագանված մշակույթի եւ հասարակության դեմ։ Վարագեն խուսափելու համար Իսրայելը պետք է ոչնչացնել բոլոր այն դարերը, որոնք աբագայություն կչաթագով էին։ Հիմա եթե դեղը խոլերա ալա, այդ ամեն դեղը գվառեն, որբեսի որևէ մեկ այդ վարագը որևէ մեկ ցեվով չմնա։ Ասոս մեջ տալ ով գիտե ինչ տեսակ աղդոտ հիվանդություններ կան, որ Աստված ուզեց որ անոնք ամենը վառին մաքրվին։ Կանանացիները մեծամասնություն, ինչպես Եգիպտոսի փարավոնը, գարձացուցին իրենց սիրտերը եւ այդպես միացուլվեցին մշակույթին հետ, այնպես որ այդ մշակույթի ոչնչացումը կնշանակեր նաեւ որ իրենք նույնպես պետք է ոչնչացվեին։ Այսինքն իրենք չուզեցին իրենց ծուր ջամփաներեն ետ դառնալ, ուզեցին իրենց ծուր ջամփային հետ մնալ, քանի որ անիկա ոչնչացավ, իրենք մշակույթը ոչնչացավ, իրենք հետը ոչնչացան։ Երբեմն մենք մեզի պետք է նայենք մեր բնավորություններ եւ սովորություններով մեջ ինչ կա, որ պետք է արմադախիլ ելնե մեր մեջ են եւ պետք է ոչնչացվի։ Օրինակ կնալա որ մեկը սովորություն ունի փամփասելու կամ սովորություն ունի կողնալու, սովորություն ունի սուտ խոսալու, սովորություն մնե որ իրեն կփչացնե։ Այս սովորությունը պետք է ազատվի։ Այդ անձը պետք է այս սովորությունը արմադախիլ իր մեջ են ազատե։ Ադամը պետք է խնդրե Տեր Հիսուս Քրիստոսի այրունով լվացվի եւ Սուրբ Հոգիով լեցի, որբեսի կարողանա մաքուր կյանք ունենալ։ Մարդիկ այդ սովորություններուն երբեմն ուրախ են որ այդ սովորություններուն, որտեղ հետաքրքիր ալի իրենց մեջ։ Այո։ Նորմալ է որ մարդիկ զրած սովորությունները ցույց են։ Շիրակ ճիշտ հոմբիդիկային, քանի որ ադի իրենց համար հաճելի է։ Եվ չարը, ինչպես որ երեք Բզդիկ տերմներ, ասենք քաղաքներում մեջ աս տոնը գդոնեն, հիմա ամեն աշխարհը սկսել է դոնելու, որ դոնը չէ, իրականության մեջ սատանայական դոնն է, բայց չարությունը, գսե հետաքրքիր է չարությունը անելը, որ չարին հետ գխաղաս, գրագին հետ գխաղաս եւ չվարիս։ Անկարելի բան է։ Գրագի հետ խաղաս եւ չվարիս չի գնալալ։ Աս մարդիկ գուզեն չարին թևերուն սատանային հետ խաղան եւ չաստվին, անպայման գաստվին։ Ադամար մենք բոլորովին գարկել ենք եւ չենք ուզեր այդ տոնը որի մեկ ցեվով մեր ընտանիքներում մեջ ըլլա։ Հետաքրքիր է, չարությունն էլ հետաքրքիր է։ Չէ։ Խապել հետաքրքիր է։ Խապվողին գողեն հարցուր հետաքրքիր է, ալիվա խապվեցավ։ Ոչ։ Աստծո բادرազմելու բարակային որը պետք է լանո ժողովրդի անելիքը, Ելից 34:13։ Մենք փակինները գործանեցեք, անոնց կուրկերը փշրեցեք, անոնց աստարոթները գոդրեցեք։ Այո, անոնց փակիները, աստարոթները գոդրեցեք, որպեսզի ժողովուրդը քայթաղություն չունենա նույն տեսակ մեղքի մեջ ինալու համար։ Կանանացին ովքեր գնային խուսափիլ դիրոջը բادرազմեն եւ փնաչնչումեն։ Օ, խուսափիլ մգա, երկրորդ օրինաց 20:10։ Ես պիտի Հա, երկրորդ օրինաց 20:10։ 10-ին, չէ՞։ Այո։ Երբ քաղաքի մոտենաս, անոր հետ
պատերազմելու համար անոր խաղաղություն Առաջարկել, այո։ Եթե խաղաղությունը ընդունի ու թռները քեզի փանա, մեջը գտնված բոլոր ժողովուրդը քեզի հարգադու ըլլան ու քեզի ծառայություն ընեն։ Բայց եթե քեզի հետ խաղաղություն ընեչուզե ու պատերազմ է, այն ադեն զանիգա բաշարե։ Ու երբ քու դեր ասվածը քու ցերկդ մատնե զանիգա, անոր բոլոր արյունները սուրի թերներ անցուր։ Բայց իները դղակներն ու անասունները եւ ինչ որ գա այն քաղաքի մեջ անոր բոլոր ավարը քեզի համար ար եւ քու դեր աստծույթ քեզի մատնած ու տշնամներուտ ավարը գեր այսպես ըրե քեզմե քիստ հերու եղող ամեն քաղաքի որոնց այս ասկերուն քաղաքներն չեն սակայն քու դեր աստծույթ քեզի ժառանգություն դված ասկերուն քաղաքներուն մեջ բնավ շունչ ունեցող ողջ մի թողու Կեդացիները, ամորհացիները, կանանացիները, թերեզացիները, խևարացիները ու հեպուսացիները բոլորովին գործընծուր, ինչպես քու դեր աստվածը քեզի պատվիրեց։ Մեկ համարդեր։ Որբեսի ցեզի չսովորեցնեն իրենց բոլոր քարշալի գործերը, ինչպես անոնք իրենց աստվածներուն դնեն ու դուք Տերոջը ծեր աստծուն արջև մեղ չգործեք։ Այո, շնորհակալ եմ։ Ուրեմն առաջ կսե խաղաղություն ասե։ Եթե ընդունին խաղաղությունը, իրենց հետ խաղաղությունով գեցիր։ Բայց եթե բادرազմ ուզեն անել, չեն ուզել քեզ հետ խաղաղ լալ, այն ադե բادرազմ է։ Բայց կսե այդ երգիրները, որ ճիշտ քուքովդ են, որ թուն պիտի առնես, անոնց կսե վերջուր, քանի որ քարշելի կորձեր ունին իրենց մեջը, չլա որ թունալ այդ քարշելի կորձերը սորվիս, վարակվիս այդ աղդոդութենեն, վարակվիս։ Ուրեմն փուն գեդը ասիգա է, աստված մարդը գուզե ազատել, բայց եթե չուզեր ազատվել, ինքը մարդը ինքը իրեն թադաստանը ինքը գորոշե։ Եթե մեկը չուզեր ապաշխարել եւ աստծո դառնալ, Աստված զորովեն իրեն չի գնար փրկել, Աստված բոլորը գսիրե, բայց փրկությունը միայն անոնց ով որ գտնունի իրեն փերած փրկությունը։ Ուրեմն չի գա չեզոք վիճակ, աշխարհի սկզբին էր, գամ աստծո կողմը բիդլաս, գամ աստծո հագարակ բիդլաս։ Մեկ վիճակը գտային թեպի հավիտենական կյանք, մյուսը գտային թեպի հավիտենական մահ։ Մահը հավիտենական բիդլա։ Ամբողջական ոչասման կորզարույթը գնահատագրե աստծո արդար թադաստանը մեղքի եւ չարի թեմ ամբողջական փամը բիչի մնա հետ բիչի մնա այդ աղդոդութենեն այդ քաշելյութենեն ուրեմն գործաման հաստարություն գսե անոր խիստ վերահսկողության դագեր ով որ գապստամփի աստծո նպատակներուն թեմ եւ գարհամար է Անոնք չաբաշխարելով, ուստի անոնց ոչ չացում աստծո որոշումը ոչ կամայական է, ոչ էլ ասկայնական բնույթ կգրե։ Ոչ թե որ ես ուզեցի եւ այդպես եղավ, չէ, քանի որ դու մեղքի մեջ ուզեցիդ գնալ, մեղքին վարձքը մահ եղավ։ Ավելին Իսրայելը անգալի նույն վերաբերմունք, եթե ոչ չէ որսոգեն նույն գեսագերբը։ Իսրայելը գնա նույնն լար։ Իսրայելը Պաշտպանված չէր, քանի որ Իսրայելի մեջ ծնած էր ասելով, ոչ, ինքն է պետք է աստծո պատվիրանքներուն հնազանդ լար, որպեսզի աստծո օրհնության տակ ապրեր։ Բայց Աստված բան կտա, իրենց հնարավորություն կտա անցնելու մեկ կողմը մյուսը։ Եթե չարես, փարին կրնաս լալ։ Կրնաս որոշել, որ փարի պիտի լաս, կրնաս երթալ աստծո կողմը լալ։ Ինչպես որ Ռախաբը որոշեց, որ աստծո պիտի հավատա եւ աստծո կողմը պիտի լա եւ ամեն ընտանիքը փրկվեցավ։ Եվ գամ քապավոնացիները երկու տասարաճ գացեն, որ քապավոնի ժողովուրդ եկավ եւ իրեն հետ ընթաշին կնքեց, որ խաղաղության մեջ ապրին եւ վերջը քիծա որ անի իրենց թրացին է, իրենց համար ծառա եղան եւ միշտ իրենց օգտակար եղան, երբեք իրենց հագարակ չգեցան այդ մարդիկը։ Ուրեմն բադական չէ, որ մարդիկ պաշտպանություն ստացան կամ սահմանվեցան ոչնչացման համար։ Բադական չէ ասիգա։ Մարդուն որոշումն է։
Թունգը որոշես, կուզես Աստծո հետևիլ, թե կուզես սատանայի հետևիլ։ Ուրիշ ճամփա չի գա, երկու է ճամփան միայն։ Ուրեմն գրնամեգը գործել իր արժանյալ կարգավիճակը ապստամբության միջոցով, իսկ ոչ համավստահվածը գրնայի ենթարկվել Յահվեի իշխանության եւ ապրիլ։ Ուրեմն գրնար մեկը ասել, որ ես ուզեմ Եհովային հավատալ եւ ապրիլ։ Ազատ ընտրությունը անցամբ մեզի համար է։ Մենք նույն բանին մեջ չգինանք։ Մենք ազատ ընտրություն ունենք։ Մենք կսորվեցնենք ժողովրդին մեր զավակներուն, բայց ամեն մարդ ինքը իրեն համար ընտրության ժամանակ մոնի։ Կամ գսե ես այսօր պիտի ապաշխարեմ մեծ Հիսուսի հետևե պիտի երթամ, քրիստոնյա բիլամ Քրիստոսի պիտի հետևիմ, կամ գսե չէ ես մեղքը գսիրեմ, մեղքին մեջ պիտի մնամ եւ մեղքին վարձկը մահ է, մահը պիտի ճաշակեմ։ Ադիգա քո ընտրությունը, դե իմ ընտրությունս է։ Աստված մեզի կգան չէ, որ մենք իրեն ընտրենք եւ ապրենք։ Ասե ինչու մեռնիս, ընտրե կյանքը եւ ապրիր։ Ուրեմն վերջավորության համար Միքիա 4:3-ը գարտանք։ Անիգա շատ ժողովուրդներու մեջ տատաստան իրեն է։ Զորավոր ասկերը միջև հրավոր դեղերը պիտի հանդիմանե։ Անոնք իրեն սուրերը խոփեր, իրեն սիզակները հոդոցներ պիտի շինեն, ասկի վրա սուր պիտի չվերցնե, եւ ալ բادرած պիտի չսորվի։ Այո, օրը պիտի կա, որ մենք Հիսուսի թրոշին դագը պիտի լանք եւ Հիսուսի թրոշը խաղաղություն է։ Միքիա մեջ ասե խաղաղության իշխան հավերանգության հայր։ Ինքը խաղաղություն բերելու համար է։ Աստված ուզե որ մենք Աստծո իդեալը քերակույնյան է, որ մենք խաղաղություն ունենանք, հանթարություն ունենանք։ Ես ամեկտեղ ունիմ գարտալիկոս։ Երկրորդ 4-րդ թագավորած 6-րդ գլուխ 16 Եղիսեսա մի վախտար, քանզի մեզի հետ եղողները անոնց եղողները շատ որ են։ Աստված կուզե որ մենք չվախտանք, գիտանք որ Աստված ամբողջ երկինքը մեզի հետ է։ Եղիսե աղոտ կրավուսավ ով դեր, ասոր աչքերը բաց որպեսի տեսնե։ Տերը ծառային աչքերը բացավ ու տեսավ որ ահա լեռը Եղիսեին 4 կողմը հրեղեն ցիերով ու գարքերով լեցուն էր։ Ասի երևակայություն չէ, ասի իրականություն է։ Երբ անոնք Եղիսեի քով իջան, Եղիսե դերոջ աղոտ կրավուսավ գաղաչեմ այս ասկը գուրությամբ սարք։ Տերը զանոնք գուրությամբ սարգավ Եղիսեի խոսքի համեմատ։ Այն հատը Եղիսե անցավ, ճամփան այս չէ ու քաղաքացիգա չէ, ետևես եկեք, որպեսզի ձեր փնտրած մարդուն դանիմ։ Եվ զանոնք Սամարիա դարավ, ու երբ Սամարիա եկան Եղիսեսավ, ով դեր, ասոնց աչքերը բաց, որպեսզի տեսնեն, դեր անոնց աչքերը բացավ տեսան, ահա Սամարիայի մեջ էին։ Իսրայելի թագավորը զանոնք տեսնելով Եղիսեին ասավ, ով հայրիմ, զարնեմ, անիգա ասավ, մի զարներ, միթե քուսերովդ ու աղովդ քերի բռնածները կզարնես, անոնց արջև հաց ու ջուր թիր, որպեսզի ուդեն խմեն ուրեն ստերոջը երթան, անոնց մեծ կոչում մըրավ, Կերան խմեցին, զանոնք ետ գրգեց, անոնք իրեն ստերոջը կացին, ասորիներու քունթերը անգամ մնալ Իսրայելի երգիրը չեգան։ Ինչ եղավ։ Առանց այրուն թափելու պատերազմը շահեցան։ Աչքերը գուրցավ, իրենց փոլորովին թշնամի երգրին խորքին մեջը կդան։ Եվ թագավորին ասավ, որ ասոնց հաց ու ջուր դուր։ Այսքան սիրով գնաս շահիլ պատերազմը, որ ձերքի ուժով չես գնաս շահիլ։ Ամիլավ է սիրով ընես պամը, դիմացինին ծառայությունով պամը ընես, քան թե զորով են ընես։ Եվ հավիտենական խաղաղությունը վաստգիս աստեղեն։ Աստված ամփերադար է, ան ամփարիշտ ասկերուն փորձության ժամանակ տվավ, որպեսզի անոնք կարողանան ծանոթանալ Աստծո եւ իր բնավորությանը։ Անոնց Թադաստանը ըստ ծրված լույսի լույս ստանալ են հրաժարվելու եւ Աստծո ճամփաներուն փոխարեն իրենց սեփական ճամփաները ընտրելու համար էր։ Իրենց անօրության պատճառով անոնք այս ճանապարհ կմոտենային այն սահմանին, որ Աստծո համբերությունն այլևս չէր գնար դրսևորվել եւ անոնք ոչնչանալու էին։ Մինչ այդ սահմանին չհասան եւ անոնց անօրությունը լիագադար չդարձավ, Աստծո վրեժխնդրությունը հետաձգվեց։ Բոլոր ասկերը փորձաշրջան ունեցած են, անոնք ովքեր մեժեցին Աստծո օրենքը, չարության մի աշճանին մյուսը անցան։
Երեխաները ժառանգեցին ծնողներու աբստամբ ոգին եւ ավելի չար վարվեցան, քան իրենց հայրերը իրենց արջև։ Մինչև որ Աստծո փառքությունը իջավ անոնց վրա, պատիժը հետացկելը չնվազեցուց անոր խստությունը։ Աստվածտա որ մենք ուշադիրը լանք եւ քանի դեռ ժամանակ ունենք, որ Հիսուս կսե հիմա է ժամանակը, հիմա է օրը փրկության օրը, այսօր փրկությունը ընդունենք եւ Աստծո եդևեն երթանք։ Շնորհակալ եմ ձեր ուշադրության համար, դեր օրհնե մինչև հաջորդ հանդիպում։